Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ոչնչացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության գնդապետ Ռուստեմ Ֆախրիևը, որը ըստ ռուսական կողմի մասնակցել է Ղրիմում ահաբեկչության նախապատրաստմանը։ Գերատեսչության տվյալներով Ֆախրիևը ներգրաված է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկի եւ նրա ընտանիքի դեմ մահափորձի կազմակերպման մեջ։ ՌԴԱԴՑ-ի հաղորդմամբ գործողությունը նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, սակայն հակառակորդի ծրագրերը խափանվել են։ Պայթուցիկ սարք տեղադրող գործակալը դիմադրել է ձերբակալության ժամանակ եւ ոչնչացվել է։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ ուժգին կայծակը հարվածել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Էյֆելյան աշտարակի սրածողին։ Անհավանականորեն պայծառ կայծակը հարվածել է Փարիզի Էյֆելյան աշտարակին, նշվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով փոթորիկի ժամանակ Էյֆելյան աշտարակի գագաթին քամու պոռթկումները հասել են 104.8 կմ/ժ։ Փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ Փարիզի արվարձանային Stade de France մարզադաշտում անցկացվող Top 14-ի ռեգբի եզրափակիչը ընդհատվել։ Ֆրանսիական Մետեո Նորդ Պարիզն մեդիա նախագծի տվյալներով Ֆրանսիայի որոշ շրջաններում հանգստյան օրերին վատ եղանակ ուղեկցվել է 2-ից 3 սանտիմետր տրամագծով կարկուտով։ Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններն ընդգրկված վառելիքային ճգնաժամը հարվածել է ավտոմոբիլային բեռնափոխադրումներին։ Կոմերսանտին հայտնել են շուկայի մասնակիցները։ Առանձին շրջաններում, հատկապես Սիբիրում, Ռուսաստանի հարավում եւ մի շարք սահմանամերձ մարզերում նկատվում են լիցքավորման սահմանափակումներ եւ վառելիքի մատակարարման խափանումներ, ինչը բարդացնում է չվերթների պլանավորումը, պատմել է Վիկտրանս ընկերության հիմնադիր Իգոր Ռեբելսկին։ Օպտիմալոգ լոգիստիկ ընկերության ղեկավար Գեորգի Վլաստոպուլոն նշել է, որ լիցքավորման կայաններում հերթ կանգնելու ժամանակը երբեմն հասնում է օրերի, ինչի հետևանքով օրինակ չինական ուղղությամբ բեռնատարների օրական վազքը 600-ից 700 կիլոմետրից նվազել է մինչև 500 կիլոմետրի։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահ շարժման 3 հրամանատարական կետերին՝ ի պատասխան հրադադարի համաձայնագրի խախտումների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Ի պատասխան Հեզբոլլահի կողմից հրադադարի խախտումների եւ անվտանգության գոտու մեր զինվորների վրա շարունակվող հարձակումներին 3 հարվածներ են հասցվել Լիբանանի հարավի Նաբաթիա եւ Մայֆադուն շրջաններում գտնվող խմբավորման 3 հրամանատարական կենտրոններին, նշված է բանակի հաղորդագրության մեջ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Այցի շրջանակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Փաշինյանը եւ ֆոն դեր Լայենը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով եւ կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսի նայելով պիտի ընտրի իր ապագան։ Այս մասին Սահմանադրական դատարանում քննարկման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։ Ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսի նայելով պետք է ընտրի իր ապագան, արդյունքում այն քաղաքական ուժը, որը կփորձի օրինակ Ջենիֆեր Լոպեսի միջոցով գրավել ինձ, իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է։ Այսինքն միանշանակ ասել, որ մի բանը բոլորի վրա այսպիսի վատ ազդեցություն է ունենում, երևի թե ճիշտ չէր, նշել է նա։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները։ Հիշեցվել է, որ ներդրումային կոմիտեի 5-րդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների եւ տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի եւ խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է։ Ներկայացված ուսումնասիրությունների եւ առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի արտադրության մեթոդների շուրջ։ Հայաստանից որևէ ազդանշան չի եղել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ, այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Գիտեք, հայկական կողմից դեռևս նման ազդանշաններ չեն ստացվել, ավելին հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի փակման հարցը, ասել է Գալուզինը։
ԵԱՏՄ անդամների համար իրավիճակը անընդունելի է, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը, շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր առավելություններից։ Հետևաբար Մոսկվան լավ չի հասկանում, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հարաքվե անցկացնել այդ միավորներին անդամակցության վերաբերյալ, հայտարարել է Միխայիլ Գալուզինը։ Ինչպես գիտեք, իմ նշած 4 պետությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ մտահոգություն են հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, մասնավորապես Ռուսաստանի, Ղազախստանի, Қырғызստանի եւ Բելարուսի տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերի վերաբերյալ, նշել է Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետի խոսքով մինչև դեկտեմբեր մասնագետները կմշակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական կողմերը։ Լեհաստանի Ստարախովիցե քաղաքում լեհերի եւ ուկրաինացիների մասնակցությամբ զանգվածային ծծկռտուք է տեղի ունեցել։ Տեղական ոստիկանության տվյալներով միջադեպը սկսվել է երկու խմբերի միջև ծագած վեճից։ Իրավապահների տեղեկություններով ծծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկը սառը զենք է կիրառել, վիրավորելով մեկ այլ անձի։ Դեպքի վայր են ժամանել շտաբ օգնության աշխատակիցներն ու ոստիկանները, իսկ տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Լեհաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զանգվածային ծծկռտուքի հոդվածով։ Դեպքի հանգամանքները եւ բոլոր մասնակիցների գործողությունները ներկայումս քննվում են։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզի առնվազն 24 բնակավայրերի։ Հաղորդվում է, որ հիմնական թիրախները եղել են ենթակառուցվածքային օբյեկտները։ Ըստ հրապարակումների ռուսական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները Խարկովի ուղղությամբ։ Հարվածների հետևանքների եւ հնարավոր վնասների վերաբերյալ հաստատված տեղեկություններ այս պահին չեն ներկայացվել։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր գնահատմամբ ուկրաինական ուժերը նահանջում են ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Ուկրաինական կողմը հրապարակման պահին այս տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ, որը նրա խոսքով տեղի կունենա երեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Իրանը հանդիպում է խնդրել այն տեղի կունենա Դոհայում, գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում։ Ավելի վաղ News Nation-ը հողում անելով ամերիկացի պաշտոնյային հայտնել էր, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնել են ձեռնպահ մնալ հետագա հարվածներից եւ մի քանի օր տևած փոխհրաձգությունից հետո բանակցությունները, ինչպես սպասվում է, կշարունակվեն առաջիկա օրերին։ Պաշտոնյայի խոսքով հուշագրի բոլոր ասպեկտների վերաբերյալ պետք է շարունակվեն տեխնիկական խորհրդակցությունները եւ նավերը կկարողանան ազատորեն նավարկել Հորմուզի նեղուցով։ Անկարայում կայանալի գագաթնաժողովում ՆԱՏՕ երկրները կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը Իրանում, Պարսից ծոցի երկրներում եւ Պաղեստինում տիրող իրավիճակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Համաձայն ՆԱՏՕ-ի անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման մենք կքննարկենք գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումները։ Առաջին հերթին Ուկրաինայում, Իրանում, Պարսից ծոցի երկրներում եւ Պաղեստինում տիրող իրավիճակը, ասել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարի խոսքով գագաթնաժողովի առանձնահատկություններից մեկը կլինի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը հատուկ ուշադրություն դարձնելը։ Հնդկաստանի արևելյան շրջաններում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել եւ մասսայական ավերածությունների պատճառ դարձել Ասամ եւ Արունաչալ Պրադեշ նահանգներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ասամ նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով ջրհեղեղների հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 22124 մարդ։ Արունաչալ Պրադեշ նահանգում հայտնել են 3 զոհի մասին, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Ջրի տակ են անցել 96 գյուղ եւ 1600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Վնասվել են տներ, ճանապարհներ։ Դհեմաջի շրջանում փլուզվել է 1965 թվականին կառուցված երկաթուղային կամրջի զգալի մասը։ Բնակարանների զրկված մարդկանց տեղավորում են ժամանակավոր կացարանների ճամբարներում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզը համարվում է Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից, ինչպես նաեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր։ Հորմուզը մեր երկրի համար ամենամեծ սպառնալիքն է առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից, Պերլ Հարբորից կամ սեպտեմբերի 11-ից ի վեր, գրել է նա իր սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ-Քաիդայի 19 ահաբեկիչներ Միացյալ Նահանգներում առևանգեցին 4 ուղևորատար ինքնաթիռ։ Նրանք դրանցից երկուսը բախեցին Նյու Յորքի ամենաբարձր շենքերին համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին, իսկ երկրորդը Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Պենտագոնին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսություններ սկսել Պարսից ծոցի երկրների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով։ Արաղչին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը համագործակցելու Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ, ստեղծելու հավաքական անվտանգության մեխանիզմ, որը կլինի ինքնուրույն, հիմնովի փոխադարձ համաձայնության վրա եւ զերծ կլինի արտաքին ռազմական միջամտություններից։ Իրանական հեռուստաալիքների տեղեկություններով այս հայտարարությունն Արաղչին արել է Բաղդադում, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։ Իրաքցի պաշտոնյաներն առաջարկել են վերականգնել Իրանի, Իրաքի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների միջև հանդիպումների ձևաչափը եւ Բաղդադում նման հանդիպում անցկացնելու պատրաստակամություն են հայտնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո։ Բանակցությունների ընթացքում մենք առաջարկեցինք վերադառնալ Պարսից ծոցի երկրների Իրաքի եւ Իրանի միջև հանդիպումներին, ասել է Իրաքի արտգործնախարարը, ընդգծելով, որ Բաղդադը պատրաստ է կազմակերպել նման հանդիպումներ։ Հուսեյնը նշել է, որ Իրաքը լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, ուստի Բաղդադը հայտնում է իր պատրաստակամությունը օգնելու եւ Թեհրանին եւ Վաշինգտոնին։ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրեթե 1.8 միլիոն մարդ, այդ թվում մոտ 680,000 երեխա մարդասիրական օգնության կարիք ունի, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայտարարության մեջ։ Երեխաները կազմում են մոտավորապես 680,000 մարդ, այն 1.8 միլիոն մարդկանցից, ովքեր մարդասիրական օգնություն ունեն հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, ասվում է հայտարարության մեջ։ Իսպանիայի վիզային կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների դիմումների մշակման ժամկետները երկարացվել են մինչև 45 օր։ Այս մասին նշվում է BLS International ընկերության պաշտոնական կայքում։ Պատճառը դիմումների թվի աճն է։ Նշվում է, որ փաստաթղթերը կարող են մշակվել մինչև 45 օրվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դրանք հասնում են հյուպատոսարան։ Դիմորդներին խորհուրդ է տրվում վիզայի համար դիմել հնարավորինս վաղ ժամկետներում։ Թուրքական Turkey բարբերությունը գրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը առաջիկա գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է Անկարայում։ Նշվում է, որ Եվրոպայում արդեն գնահատում են Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի ռիսկերը։ Հոդվածում ընդգծվում է, որ հատկապես կարևոր կլինեն հուլիսի 7-ից 8-ին Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում հնչող հայտարարությունները, որոնք ըստ հրապարակման կարող են նշանակալի ազդեցություն ունենալ դաշինքի հետագա քայլերի վրա։ Միաժամանակ հեղինակները հույս են հայտնել, որ իրավիճակը կզարգանա խաղաղ եւ ռացիոնալ ուղով։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փակ նիստում կորոշվի, թե իշխող ուժից ով կզբաղեցնի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել քաղաքացիական պայմանագրի 5 պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, Ալխաս Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։ Հատկանշական է, որ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արդեն երկրորդ փորձն է անում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։ Ավելի վաղ նա հավակնում էր նաեւ ազգային ժողովի նախագահի պաշտոնին, սակայն քաղաքացիական պայմանագրի վարչության նախորդ նիստում նա եւ ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը պարտվեցին եւ իշխանությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին։ Քաղաքացիական պայմանագրի վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի 2 փոխնախագահ, 3-րդ փոխնախագահի քվոտան ընդդիմությանն է։ Իշխող ուժի այս ընտրությունը հերթական անգամ կբացահայտի, թե քաղաքացիական պայմանագրի ներսում ով ունի առավել մեծ քաղաքական կշիռ եւ ով է վայելում ղեկավարության վստահությունը, քանի որ որոշումն ընդունվելու է կուսակցության փակ դռների հետևում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կգործուղվի։ Վարչապետի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ Ժաննա Անդրեասյանը հուլիսի 25-ից 26-ը գործուղվելու է Թբիլիսի հայկական մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկի շրջանակում նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի եւ երկկողմ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ Ժաննա Անդրեասյանի Վրաստան գործուղման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության ընթացքում փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ընդդիմադիր 3 քաղաքական ուժի նույնացման փորձերը։ Հակառակ դեպքում ըստ նրա պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի դատավոր Սեյդա Սաֆարյանի մասնակցության հնարավորության հարցը։ Խնդրում եմ այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի քաղաքական պնդումների տրամաբանության մեջ։ Հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում բացակայող 2
դատավորներից որևէ մեկին քննարկել Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը, ասել է Օրբելյանը Սահմանադրական դատարանի նիստում։ Այսօր Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով ուղարկվել է ցորենի հերթական խմբականակը 770 տոննա 11 վագոնով։ Բեռը մեկնել է Ադրբեջանի երկաթուղիներ փակbaşնետիրական ընկերության Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք Քյասիկ կայարան, որտեղից Վրաստանի տարածքով կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։ Օրեր առաջ լուր հրապարակվեց, թե Ալեն Սիմոնյանն առաջինատյանի դատարանում հաղթել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այս կապակցությամբ ասել է. Դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ոչ թե այն հիմնավորման, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները եղել են իրավաչափ հիմնավորված կամ թույլատրելի քաղաքական խոսք, այլ ընդհակառակը այն պատճառաբանությամբ, որ դրանք ըստ դատարանի եղել են այն աստիճանի անստույգ, վերացական եւ անկապ, որ դրանցով չի ապացուցվել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նպատակաուղղված արատավորել դիտավորության արկայությունը։ Փաստորեն դատարանը չի արդարացրել Ալեն Սիմոնյանի հրապարակային խոսքը, այլ դրա իրավական հետևանքների բացակայությունը պայմանավորել է բացառապես այդ խոսքի անորոշ եւ ոչ սթափ բնույթով։ Ստացվում է, որ քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրապարակային հաղորդակցության գնահատման առանցքում դրվել է ոչ թե խոսքի բովանդակությունը, այլ դրա անորոշության աստիճանը։ Դատարանի այս իրավական մոտեցումը կհանդիսանա վերադաս դատական ատյաններում վերանայման առարկա, նշել է Միկոյանը։ Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկ, այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Հայաստանի պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի, Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասաթիրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եւ նորակոչիկների հարազատները։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերահաստատել են իրենց աջակցությունը երկրի Եվրոպամետ կառավարությանը, ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու եւ Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։ Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է Instagram-ի իր էջում։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահնկայի հետ համատեղ տարածած տեսանյութին կից գրառման մեջ, որում մասնավորապես նշվում է հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի Եվրոպամետ կառավարության ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու եւ Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։ Իր գրառման մեջ նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Ռուսաստանում քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հունիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին շուկայի վառելիքային ապահովման հարցերով խորհրդակցության ընթացքում։ Բացի այդ, ներքին սպառողների շահերից ելնելով ժամանակավորապես ամբողջությամբ արգելվել է բենզինի եւ ավիացիոն կերոսինի արտահանումը։ Քննարկվում է նաեւ դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու անհրաժեշտությունը, ասել է Պուտինը։ Սահմանադրական դատարանը 4-րդ օրն է շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաև պատասխանող կողմը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես երրորդ կողմ ճանաչված իշխող քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նաև իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։ Արցախի ազգային ժողովը ստեղծում է հանձնաժողով պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար, այս մասին հայտնել է Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։ Հանձնաժողովում ընդգրկված են օրենսդիրի եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների եւ հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքների առավելագույն օբյեկտիվությունն ու բազմակարծությունը։ Քաղաքացիական պայմանագրի անդամ Արուսյակ Ջուլհակյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվել է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արման Եղոյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Ալխազ Ղազարյանը եւս հավակնում են ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին։ Կիևյան կամուրջում ահռելի ծավալի գործ են անում եւ կամուրջի մասով լավ մասնագետներ կան։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու, հայտարարել է Ավինյանը, նշելով, որ այն ամենակարևոր դետալն է։ Ինչ վերաբերում է Երևանի խցանումների խնդրին, ապա Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ լինելու են մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական ավտոմեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Ավտոբուսը մի գիծ վերցնում է ու միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել այդ գծով, մարդիկ էլ բողոքում են, իրենց մոտ հարց է առաջանում, թե ինչու իրենց ավտոմեքենաներով գնալու դեպքում իրավիճակը գնալով վատանում է։ Իհարկե շատ բնական հարց է, բայց նաև պատասխանն այն է, որ մեր փողոցները հնարավորություն չունեն ավելի
ավելի լայնանալու։ Եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, առաջին ու միակ բանը, որ պետք է մենք անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան ել ավելի արագ ու հարմար այլ լուծումներ Երևան քաղաքում հնարավոր չէ։ Միակ լուծումը հանրային տրանսպորտի ավելի լավ աշխատելն է ու մարդատար մեքենաների գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելը, նշել է Ավինյանը։ Հայաքվե միավորման համակարգող քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել կալանավայրից։ Գործող թրքամետ վարչախումբը սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների։ Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծուգործեր են հարուցվել մեկը մյուսից անհետետ պատրվակներով։ Ես եւս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը մինչև մեր երկրում արդարության հաղթանակ եւ վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից։ Մեր բոլոր համախոհներին եւ աջակիցներին ցանկանում եմ ուժ եռանդ եւ անվեհեր պայքարի ոգի մինչև վերջնական հաղթանակ, նշել է Ավետիք Չալաբյանը։ Հունիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 04:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևան-Երաս ավտոճանապարհին Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Ժամանել է ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Արարատի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Հրշեջ փրկարարները մարելով Նիսան Մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակ այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին, ավելի ուշ հայտնաբերվել է եւս մեկ անձի մոխրացած մարմին։ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկին պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Սաարը կառավարության նիստում հայտարարել է ճիշտ քայլն անելու համար երբեք էլ ուշ չէ։ Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստին քվեարկության համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչ անելով Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նման քայլերը ոչ միայն չեն նպաստում խաղաղությանը եւ փոխըմբռնմանը, այլև ավելի են սրում առկա հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում հաշտեցման ջանքերին։ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել դադարեցնել հարձակումները եւ հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնել Հորմուզի նեղուցի շուրջ վեճեր լուծելու համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնել են դադարեցնել միմյանց դեմ հարձակումները, քանի որ երկու կողմերն էլ նախատեսում են հանդիպել Կատարի մայրաքաղաքում երեքշաբթի օրը Հորմուզի նեղուցի շուրջ իրենց տարաձայնությունները լուծելու համար, ասել են նա։ Ռավիդի աղբյուրներից մեկի համաձայն երկու կողմերն էլ սկզբում պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել Շվեյցարիայում երեքշաբթի օրը քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Մեկնաբանելով Կիևի նոր առաջարկները ռազմական գործողությունները 4 շրջաններով սահմանափակելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիևի ռեժիմի նպատակները շատ հեռու են Ռուսաստանի նպատակներից։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ անձնակազմի աղետալի պակասի պատճառով Կիևը երևույթին կարծում է, որ այս լուծումը կարող է փրկող լինել, բայց Կիևի ռեժիմը փրկել է Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում, հայտարարել է նա Վեսսի լրագրող Պավել Զարուպինի հետ հարցազրույցում, որը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում ծայրահեղ շոկի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Այժմ 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոկի պայմաններում, դպրոցները փակվում են, իսկ էլեկտրացանցերը գերծանրաբեռնված են, նշել է նա։ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Մարկ Ուեյն Մալլինը հայտարարել է, որ ժամանակավոր պաշտպանված կարգավիճակի ծրագրով երկրում գտնվող միգրանտները պետք է կամ ձևակերպեն մշտական ներգաղթի կարգավիճակ, կամ վերադառնան հայրենիք, կամ փորձեք փաստաթղթերը ձևակերպել, որպեսզի այստեղ մնաք մշտական հիմունքներով, կամ մենք կօգնենք ձեզ վերադառնալ ձեր երկիր, ասել է Մալլինը CNN հեռուստաալիքի ծրագրի եթերում։ Ըստ նրա ԱՄՆ իշխանությունները պատրաստ են այդ միգրանտների համար վճարել հայրենիք վերադարձի թռիչքի ծախսերը եւ տրամադրել մոտ $2100 վերադարձից հետո տեղավորվելու հարցում օգնելու համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կգլխավորեն Եդինիայի Ռոսիայի հնգյակը պետդումայի ընտրություններում, այս մասին տեղեկանում են Ռեպեկայից։ Կիրակի Մոսկվայում անցկացվող համագումարի մասնակիցները կհաստատեն կուսակցության ցանկը։ Դաշնային օրենքի համաձայն կուսակցությունը կարող է ցուցակի համադաշնային մասում ներառել մինչև 15 մարդու, սակայն ընտրական քվեաթերթիկում տպագրվում են միայն առաջին 5-ի ազգանունները։ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին սահմանափակել ռազմական գործողությունների անցկացումը միայն 4 շրջաններով՝ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններով, ինչպես նաեւ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետություններով։ Այս մասին հունիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախարար Վլադիմիր Պուտինը։ Վերջինիս խոսքով, եթե նման առաջարկն ընդունվի, Կիևը կկարողանա դուրս բերել զորքերը այլ շրջաններից, այդ թվում Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Սումիի շրջաններից, ինչպես նաեւ պետական սահմանի հատվածներից եւ կենտրոնացնել ակտիվ ռազմական գործողությունների գոտում։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի տարածքում հարվածների մասին ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Բալթյան երկրները կոչ են արել Եվրամիությանը արագացնել ռուսական էներգակիրների ներմուծման արգելք Հորմուզի նեղուցի բացումից հետո։ Թերթի տվյալներով Ռուսաստանից էներգակիրների ներմուծման աստիճանական կրճատման վերաբերյալ ԵՄ բանակցությունները կանգ են առել Հորմուզի նեղուցի փակումից հետո, ինչը մտահոգություններ է առաջացրել էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ։ Թերթի աղբյուրների տվյալներով Բրյուսելը մարտին այդ հարցը հանել է Եվրահանձնաժողովի նախնական օրակարգից Իրանի շուրջ հակամարտության պատճառով։ Այժմ ԵՄ-ում կոչեր են հնչում Հորմուզի նեղուցի բացումից հետո արգելքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի տարածքում հարվածներ հասցնելը ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Այս մասին ասում է հայտարարության մեջ։ ԱՄՆ ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային եւ անօդաչու սարքերի պահեստների, ինչպես նաեւ ափամերձ ռադարային կայաններին։ Սա հաջորդել է հունիսի 25-ին Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MV Enver Lovely բեռնատարի նավի վրա Իրանի ինքնասպան անօդաչու թռչող սարքի հարձակումին։ Հրամանատարությունը հայտարարել է, որ քաղաքացիական նավի վրա հարձակումը հրադադարի եւ նավարկության ազատության հաղթում է։ ԱՄՆ ուժերը շարունակում են ապահովել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությունը եւ վերահսկել Իրանի հետ կնքված համաձայնագրերի պահպանումը։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ բռնությանը կպատասխանի բռնությամբ։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում։ Բռնությունը կհանդիպի բռնությանը, գրել է Vance-ը։ Փոխնախագահի խոսքով, եթե իրանական կողմը փոխըմբռնման հուշագրի կիրառման հետ կապված հարցեր ունի, կարող է դրանք ուղղակիորեն քննարկել ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է Armen Press-ը վկայակոչելով Euronews-ը։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները, որը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան H.L. Deither-ը եւ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն։ Համադեն նշել է, որ շրջանակային համաձայնագիրն առաջին քայլն է դեպի Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ռազմական գործողությունների մշտական եւ վերջնական դադարեցումը Լիբանանի ժողովրդի վերադարձը դեպի իր հողերը։ Լեյթերն իր հերթին նշել է, որ շրջանակային համաձայնագրի վերջնական նպատակը երկու երկրների միջև խաղաղությունն է։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հունիսի 27-ից 3-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հոժդառատ։ Հունիսի 29-ից 30-ը, հուլիսի 1-ից 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից 30-ը եւ հուլիսի 1-ից 2-ը աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։